Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստում ենք զատկական սեղանի ամենահամեղ կաթնահունցը, որը միշտ ստացվում է հիանալի։ Այստեղ ունեմ 300 մլ գոլ կաթ, ավելացնում եմ կես ճաշի գթալ չոր խմորիչ և 2 ճաշի գթալ շաքարավազ։ Այնուհետև մի լավ խառնում ենք և կողքի ենք դնում և սպասում 10-ից 15 րոպե։ Այստեղ 2 ձվի վրա ավելացնում ենք 180 գրամ շաքարավազ, մի լավ հարում և ավելացնում կաթի և խմորիչի խառնուրդին։ Այսպես մի լավ խառնում ենք, ավելացնում ենք 80 մլ բուսայուղ և կրկին մի լավ խառնում։ Այնուհետև ավելացնում ենք 1 թեյի գթալ հեղուկ վանիլ, կարող եք շաքարային վանիլ օգտագործել կամ ձեր նախընտրած վանիլը, և ավելացնում ենք 700 գրամ ալյուր։ Ալյուրը պետք է մաղով անցկացնենք, միանգամից 700 գրամը մի ավելացրեք, որովհետև ալյուրները տարբեր են և միգուցե իմ մոտ 700 գրամ օգտագործեմ, իսկ դուք ավելի քիչ կամ մի փոքր ավելի շատ։ 5 րոպե հունցում ենք խմորը և ինչպես տեսնում եք, ձեռքերին չկպնող խմոր է, էլաստիկ խմոր է, բայց նաև միևնույն ժամանակ շատ փափուկ է այս խմորը։ Հիմա ձեր աշխատելու տարածքում այսպես մի փոքր բուսայուղ ենք ավելացնում, կարելի է ասել 4-ից 5 ճաշի գթալ բուսայուղ և ինչպես տեսնում եք տեսանյութում, այսպես պետք է հունցենք խմորը 2-ից 3 րոպե և ինչպես տեսնում եք արդեն իսկ մեր խմորը պետք է տեղափոխենք տարայի մեջ։ Տարան պետք է բուսայուղով պատենք, այնուհետև տեղափոխելուց հետո սննդային թաղանթով ենք ծածկում և թողնում ենք տաք տեղում մնա 2 ժամ կամ մի փոքր ավել, մինչև որ 2-ից 3 անգամ խմորը բարձրանա։ Այնուհետև տեղափոխում ենք սեղանի վրա և կբաժանենք 3 մասի։ Մինչև 3 մասի բաժանելը այսպես բացում ենք և ռուլետանման փաթաթում, իսկ հիմա կարող ենք արդեն բաժանել 3 հավասար մասերի։ 3 մասի բաժանելուց հետո ամեն մի խմորը վերցնում ենք և երկարավուն այսպես բացում։ Այնուհետև բացելուց հետո եթե ցանկանում եք կարող եք ջրեր կամ չամիչ ավելացնել, այնուհետև այսպես պետք է փաթաթենք։ Սիրելիներս, դուք կարող եք ձեր նախընտրած ջրեղենը մանր կտրատել և ավելացնել կամ կարող եք խուրմայով պատրաստել, նաև չամիչով տարբերակն էլ շատ հիանալի է, ուղղակի այս անգամ ես առանց ջրերի և չամիչի եմ պատրաստում։ Հիմա ամենակարևոր մասն է, վերևի հատվածը սեղմում ենք, միացնում իրար և մնացածը հյուսում։ Տարայի մեջ դնում ենք յուղաթուղթ, այնուհետև խմորը տեղափոխում տարայի մեջ, այստեղ ունեմ հրակայուն այսպիսի շրջանաձև հարմարանքը, վրայից սննդային թաղանթով փակում ենք և թողնում ենք մնա կես ժամ, որպեսզի ավելի բարձրանա մեր խմորը։ Քսում ենք դեղնուցի և կաթի խառնուրդը և նաև վրան ավելացնում ենք քունջութի սերմերը և կտեղափոխենք ջեռոց, կթխենք 180 ցելսիուս աստիճանում 30 րոպե։ 30 րոպեն անցել է, հիմա վրան պետք է քսեմ մեղրի և կարագի խառնուրդը, ավելի գեղեցիկ տեսք է հաղորդելու մեր կաթնահունցին։ Քսելուց հետո տեղափոխում ենք ջեռոց և թողնում ենք մնա 7-ից 10 րոպե։ Ահա և պատրաստ է մեր հիանալի կաթնահունցը, կարելի է ասել զատկական սեղանի զարդն է։ Եվ թողնում ենք հովանա և հիմա նաև կկտրենք և կտեսնեք, թե ինչքան շատ համեղ տեսք ունի մեր կաթնահունցը։ Սիրելիներս, պատրաստեք հենց այս բաղադրատոմսով և հավաստիացնում եմ գոհ կմնաք արդյունքից, հիանալի ու համեղ կաթնահունց կստացվի։ Եթե հավանեցիք տեսանյութը, խնդրում եմ մի մոռացեք սեղմել լայք, բաժանորդագրվել ալիքին և նաև կիսվել ձեր ընկերների հետ։ Շնորհակալություն դիտումների համար, ցտեսություն, կհանդիպենք շուտով։